78 տարեկանում նա շրջեց իրավիճակը և անսպասելիորեն մեծ կարողություն կուտակեց։ Հակոբը երբեք շատախոս մարդ չէր։ Նա քիչ էր խոսում, շատ էր լսում և ամեն ինչ դիտարկում էր աչքերով, որոնք կարծես ցուցակագրում էին իրեն շրջապատող աշխարհի յուրաքանչյուր մանրուք։ Նա ուներ մեծ հաստ ձեռքեր, մատների և ափերի վրա մշտական կոշտուկներով, ձեռքեր, որոնք պատմում էին տասնամյակներ առաջվա պատմություն, նախքան նա նույնիսկ բերանը կբացեր։ Նրա դեմքը դրոշմված էր արևով, երկար ձմեռներով, աշխատանքի ամառներով և փայտի, թեփի և լռության մեջ անցկացրած ողջ կյանքով։ Նա ուներ դանդաղ, հաստատուն, գրեթե հանդիսավոր քայլելու ձև, ինչպես մեկը ով առանց բողոքի ծանրություն է կրում և առանց շտապելու քայլում է, որովհետև գիտի, որ ճանապարհը երկար է։ 52 տարի Հակոբը աշխատել է որպես հյուսն։ Նա սկսել է 14 տարեկանից իր հոր Հովհաննեսի արհեստանոցում, ով էլ իր հերթին սովորել էր հորից, և այդպես շարունակ սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքների շղթայով, առանց դիպլոմների, առանց վկայականների, առանց որևէ թղթի, որը կհաստատեր այն, ինչ իր ձեռքերով արդեն ապացուցել էր յուրաքանչյուր ավարտուն կտորով։ Հակոբը պատրաստում էր սեղաններ, աթոռներ, պահարաններ, դռներ, պատուհաններ, գրապահարաններ, օրորոցներ, եկեղեցական նստարաններ, դագաղներ։ Նա անում էր ամեն ինչ, ինչ կարելի էր պատրաստել փայտից, համբերատարությամբ, ազնվությամբ և նյութի նկատմամբ հարգանքով։ Նա ճանաչում էր փայտի յուրաքանչյուր տեսակը իր հոտով, հյուսվածքով, կտրելիս արձակած ձայնով։ Նա կարող էր նայել կոպիտ գերանին և տեսնել դրա մեջ այն կտորը, որը դեռ գոյություն չուներ։ Դա պարգև էր, բայց Հակոբը երբեք դա այդպես չէր անվանում։ Նրա համար դա պարզապես աշխատանք էր։ Աշխատանք, որը Աստված տվել էր նրան անելու։ Նա երբեք չհարստացավ, նա երբեք չցանկացավ։ Նրա վաստակած գումարը բավարար էր տունը պահելու, երկու երեխաներին մեծացնելու, հաջորդ պատվերի համար փայտ գնելու և մի փոքր խնայելու դժվար ժամանակների համար։ Հակոբի համար հարստությունը ուրիշ բան էր։ Հարստությունը առավոտյան արթնանալու և արհեստանոց գնալու առողջություն ունենալն էր։ Հարստությունը լավ փայտ ունենալն էր աշխատելու համար։ Հարստությունը օրվա վերջում թարմ թեփի հոտն էր։ Հարստությունը տուն վերադառնալն էր և խոհանոցում իր կնոջը Սիրանուշին գտնելը պատրաստի ընթրիքով և վարարանի վրա դրված սուրճով։ Հարստությունը նրա հետ նստած էր պատշագամբում, երբ երեխաները քնած էին և միասին լուռ նայում էին աստղերին, առանց որևէ բան ասելու անհրաժեշտության, քանի որ ամեն ինչ արդեն ասված էր իրենց ապրելակերպով։ Բայց երբ Սիրանուշը մահացավ, Հակոբի ներսում ինչ-որ բան մարեց։ Նա 69 տարեկան էր։ Նա մահացավ սրտի բարդությունից, որը շատ արագ սկսվեց, գրեթե ժամանակ չթողնելով ոչինչի համար։ Մի օր ես կանգնած էի, եփում էի, երգում էի հին մեղեդի, խառնելով կաթսան։ Հաջորդ օրը ես հիվանդանոցում էի։ Հաջորդ շաբաթ ես այս աշխարհում ոչ մի տեղ չէի։ Հակոբը 75 տարեկան էր, երբ այրիացավ, և հաջորդ 3 տարիները նրա ողջ կյանքի ամենաերկարն ու ամենադժվարն էին։ Նա շարունակեց ապրել նույն տանը, նա շարունակեց օգտագործել Բաքվում գտնվող նույն արհեստանոցը, նույն գործիքներով, նույն պատերին կախված, նույն աշխատանքային սեղանով, որը հայրը կառուցել էր տասնամյակներ առաջ։ Բայց նա այլևս գրեթե չէր աշխատում։ Պատվերները բնականաբար տարիների ընթացքում նվազել էին, քանի որ տարեց հաճախորդները նույնպես ծերանում էին, տեղափոխվում կամ մահանում, իսկ երիտասարդները նախընտրում էին գործարանային կահույք, էժան, մասսայաբար արտադրվող, միանգամյա օգտագործման, անպատման, անհոգ, առանց մարդկային ձեռքի հետքի։ Արհեստանոցը լռեց։ Գործիքները կուտակեցին փոշու բարակ շերտ, որին Հակոբը նայում էր ամեն օր, բայց նա ուժ չուներ այն մաքրելու։ Ապագա նախագծերի համար գնած փայտե տախտակները հենված էին պատին, սպասելով մի նպատակի, որը կարծես երբեք էլ չէր գալու։ Եվ Հակոբը սովորեց մի տեսակ միայնության, որը միանգամից չէր ցավեցնում, չէր գալիս ինչպես հարված, այլ դանդաղորեն քայքայվում էր ներսից, ինչպես ժանգը լավ մետաղի վրա, ուժեղը վերածելով փխրուն մի բանի, առանց որևէ մեկի նկատելու դրսից։ Երեխաները ապրում էին հեռու։ Ավագը Գրիգորը ինժեներ էր մեկ այլ քաղաքում, կազմակերպված կյանքով, ընտանիքով, ռեժիմով, որը շատ տեղ չէր թողնում հաճախակի ճանապարհորդությունների համար։ Նրա դուստրը Մարիամը համալսարանի պրոֆեսոր էր, շատ հեռու, գրեթե 10,000 կիլոմետր հեռավորության վրա։ Ժամանակային տարբերությունով, որը նույնիսկ հեռախոսազանգերը դարձնում էր լոգիստիկ վարժություն։ Նրանք երկուսն էլ լավ երեխաներ էին։ Նրանք անհանգստանում էին։ Նրանք պարբերաբար զանգահարում էին։ Նրանք գումար էին ուղարկում, երբ հասկանում էին, որ հայրը չի խնդրում, այլ կարիք ունի։ Բայց հեռավորությունը մեծ էր։
եւ նրանց ներկայությունը հազվադեպ էր։ Եվ Հակոբը, որը երբեք չէր բողոքում, միշտ կրկնում էր նույն արտահայտությունը. Ես լավ եմ, նրանք անհանգստանալու կարիք չունեն, ես կհաղթահարեմ։ Բայց նա լավ չէր, եւ բոլոր նրանք, ովքեր ուշադիր նայեցին, ովքեր ուշադրություն դարձրին, ովքեր ճանաչում էին ծեր Հակոբին, այն Հակոբին, որը առավոտյան ժամը 5-ին արթնանում էր ամբողջ օրը աշխատելու էներգիայով, այն Հակոբին, որը փայտ հղկելիս մեղեդիներ էր սուլում, այն Հակոբին, որի աչքերում փայլ էր երևում, երբ ավարտում էր ստեղծագործությունը եւ լուռ հպարտությամբ ձեռքը սայեցնում մակերեսի վրայով, բոլորը գիտեին, որ այս մարդը մարում էր։ 78 տարեկանում, երբ գրեթե ոչ ոք այլևս ոչինչի չէր սպասում, Հակոբը այցելություն ստացավ, որը փոխեց ամեն ինչ։ Մի չորեքշաբթի առավոտյան արհեստանոցի դռան մոտ հայտնվեց 20 տարեկան մի երիտասարդ։ Նա կարճ մորուք ուներ, կլոր ակնոցներ, կրում էր պարզ մարզաշապիկ եւ թևի տակ մի պորտֆել էր կրում։ Նա թաքեց արհեստանոցի բաց դուռը, հետաքրքրասիրությամբ նայեց ներս եւ ասաց. «Կներեք, դուք Հակոբն եք, հյուսնը»։ Հակոբը նստած էր աշխատանքային սեղանին, ոչինչ չէր անում, պարզապես նայում էր պատին կախված գործիքներին։ Նա դանդաղ շրջվեց, կասկածանքով նայեց տղային եւ ասաց. «Կախված է, ով է ուզում իմանալ»։ Երիտասարդի անունը Արամ էր։ Նա 24 տարեկան էր եւ աշխատում էր ինտերիերի դիզայնի ոլորտում։ Նա գտնվում էր իր կարիերայի կառուցման սկզբնական փուլում, փնտրելով եզակի վաճառքի կետ, որը կառանձնացներ իրեն արդյունաբերական եւ ստանդարտացված լուծումներով լի շուկայում։ Եվ եզակի վաճառքի կետը, որը նա փնտրում էր, ճիշտ հակառակն էր այն բանին, ինչ շուկան առաջարկում էր զանգվածաբար՝ ձեռագործ իրեր, ձեռագործ կահույք, պատմություն ունեցող առարկաներ, հյուսվածք թերություններով, որոնք ոչ թե թերություններ էին, այլ կյանքի նշաններ։ Նա լսել էր մի ծեր հյուսնի մասին, փայտամշակման արվեստի վարպետ, որը ապրում էր մի փոքրիկ քաղաքում եւ տիրապետում էր գիտելիքների, որոնք անհետանում էին աշխարհից։ Արամը այս ամենը բացատրեց Հակոբին այնպիսի օգևորությամբ եւ հարգանքով, որը ծեր հյուսնը տարիներ շարունակ չէր լսել։ «Պարոն Հակոբ, իմ սպասակաց հաճախորդները ցանկանում են ինչ-որ այլ բան։ Նրանք հոգնել են նույն տեսք ունեցող կահույքից, նրանք ցանկանում են ձեռագործ իրեր, պատմությամբ, հոգով։ Նրանք ցանկանում են զգալ, որ ինչ-որ մեկը իսկապես պատրաստել է դրանք, եւ ես լսել եմ, որ դուք լավագույնն եք այս տեսակի աշխատանքում»։ Հակոբը երկար պահ լուռ մնաց։ Նա նայեց տղային, նա նայեց արհեստանոցին, նա նայեց քոշով պատված գործիքներին, նա նայեց անկյունին հենված փայտե տախտակներին եւ խրպոտ ձայնով ասաց. «Շատ ժամանակ է անցել, ինչ ես սրան դիպչել եմ, տղա, շատ երկար ժամանակ։ Չգիտեմ դեռ կարող եմ թե ոչ»։ Արամը նայեց նրա աչքերի մեջ եւ պատասխանեց այնպիսի պարզությամբ, որն ավելի մեծ կշիռ ուներ, քան նա հավանաբար գիտեր. «Խնդիր չկա, պարոն Հակոբ։ Կսպասեմ։ Որքան ժամանակ պահանջվի, կսպասեմ»։ Կսպասեմ։ Այդ երկու բառերը Հակոբի մտքում մտան ինչպես երկարատև երաշտից հետո առաջին անձրևը։ Մեկը պատրաստ էր սպասել նրան, մեկը հավատում էր, որ այնտեղ դեռ ինչ-որ բան կա։ Մեկը նայեց 78 տարեկան այրի կնոջը, որը անշարժ կանգնած էր, գրեթե գունատված, եւ տեսավ արժեք։ Եթե այս պատմությունը հուզում է ձեզ, հետևեք մեզ, որովհետև լավագույնը դեռ առջևում է։ Եվ եթե կարծում եք, որ նման բովանդակությունը պետք է շարունակի գոյություն ունենալ եւ հասնել մարդկանց, բաժանորդագրվեք այս ալիքին, կիսվեք այն ինչ-որ մեկի հետ եւ մուտք գործեք նկարագրության մեջ գտնվող հղմանը։ Աջակցության յուրաքանչյուր փոքրիկ կտոր իրական տարբերություն է ստեղծում։ Հակոբը սկսեց դանդաղ, շատ դանդաղ։ Առաջին օրը նա պարզապես մաքրեց արհեստանոցը։ Նա մաքրեց հին թեփը։ Նա փոշին մաքրեց գործիքներից։ Նա դասավորեց տախտակները։ Նա բացեց ամիսներով փակված պատուհանը եւ թողեց օդը ներս մտնի։ Երկրորդ օրը նա սրեց գործիքները։ Մեկ առ մեկ։ Նույն մեթոդական զգուշությամբ, ինչպես միշտ, սրաքարը դանդաղ եւ ճշգրիտ շարժումներով անցկացնելով, բութմատի ծայրով շաշափելով շեղբի եզրը։ Երրորդ օրը նա առանձնացրեց լավ փայտը։ Նա հոտոտեց յուրաքանչյուր կտորը։ Նա ձեռքերը սահեցրեց մակերեսի վրայով։ Նա ընտրեց մուգ ընկուզենու տախտակ, որը տարիներ շարունակ այնտեղ էր, սպասելով։ Եվ ապա չորրորդ օրը նա սկսեց աշխատել։ Առաջին կտորը փոքրիկ անկյունային սեղան էր, պատրաստված այդ ընկուզենու փայտից։ Ոչ մի շեխեղություն, ոչ մի բարդություն։ 4 ձեռքով պտտվող ոտքեր, ուղղանկյուն վերնամաս, թեթևակի կլորացված եզրերով, փոքրիկ դարակ, փայտե բռնակով։ Հակոբը մեկ ամբողջ շաբաթ ծախսեց այն ավարտելու համար։ Ոչ թե որովհետև սեղանը դժվար էր, այլ որովհետև նա վերստին սովորում էր շփվել փայտի հետ։ Վերստին սովորում էր լսել, թե ինչ էր ասում այն։ Վերստին սովորում էր իր սեփական ձեռքերի ռիթմը։ Երբ Արամը վերադարձավ եւ տեսավ պատրաստի սեղանը, նա լռեց։ Ոչ թե անհարմար լռություն,
ոչ թե կասկածի լռություն, այլ հարգանքի լռություն։ Նա ձեռքը դանդաղորեն սահեցրեց մակերեսի վրայով, զնալով ձեռքի աշխատանքի յուրաքանչյուր նուրբ հետքը, սափորի թողած յուրաքանչյուր գրեթե աննկատելի ալիք, փայտի յուրաքանչյուր հատիկ, որը արձագանքում էր հպմանը, իր յուրահատուկ բնույթով։ Եվ նա ասաց, գրեթե շշնջալով. «Պարոն Հակոբ, սա ավելի արժեքավոր է, քան գործարանից դուրս եկող ցանկացած բան»։ Արամը սեղանը տարավ հաճախորդի մոտ։ Հաճախորդը հայտնի ճարտարապետ էր, որը գրասենյակ էր հիմնում եւ ուզում էր յուրահատուկ ինքնություն ունեցող իրեր։ Երբ նա տեսավ սեղանը, դիպավ փայտին, զգաց դրա ցանտությունը, դիտարկեց միացումները, ուսումնասիրեց մանրամասները եւ հարցրեց. Որտեղից է սա եկել։ Ով է այն պատրաստել։ Արամը պատմեց Հակոբի պատմությունը։ Ճարտարապետը լուռ էր։ Եվ հետո նա ասաց. Ես ավելին եմ ուզում։ Այս մարդու պատրաստած ամեն ինչ ես ուզում եմ։ Եվ նա ավելին խնդրեց. գրապահարան, նստարան, կախովի դարակ։ Ապա նա այն խորհուրդ տվեց այլ հաճախորդների։ Ով է այն խորհուրդ տվել ուրիշներին։ Ով է այն խորհուրդ տվել ուրիշներին։ Այդ պահից սկսած Արամը դարձավ մի տեսակ կամուրջ ծեր հյուսնի եւ այն աշխարհի միջև, որի գոյության մասին Հակոբը նույնիսկ չգիտեր։ Աշխարհ, որտեղ մարդիկ չէին ուզում միայն ֆունկցիոնալություն, այլ իմաստ։ Նրանք չէին ուզում միայն կահույքի մի կտոր, այլ պատմություն։ Արամը ուշադիր լուսանկարում էր յուրաքանչյուր կտոր, տեղադրում սոցիալական ցանցերում, մակագրություններով, որոնք պատմում էին դրա հետևում կանգնած պատմությունը։ Ցույց էին տալիս գործընթացը, ցույց էին տալիս Հակոբի ձեռքերը, ցույց էին տալիս արհեստանոցը, ցույց էին տալիս մարդու եւ փայտի միջև եղած կապը։ Եվ արձագանքը ճնշող էր։ 6 ամսվա ընթացքում Հակոբն ավելի շատ պատվերներ ստացավ, քան կարող էր միայնակ կատարել։ Սպասողների ցուցակը շաբաթ առ շաբաթ աճում էր։ Հեռավոր քաղաքներից մարդիկ կապ էին հաստատում նրա հետ, ստեղծագործություններ ցանկանալով։ Ճարտարապետներ, դիզայներներ, դեկորատորներ, ռեստորանների եւ հյուրանոցների սեփականատերեր, բոլորը փնտրում էին այն, ինչ միայն Հակոբը կարող էր առաջարկել՝ բացարձակ իսկություն։ Արամը առաջարկեց որօգնական ներվարձի։ Հակոբը սկզբում դիմադրեց։ Նա միշտ մենակ էր աշխատել։ Նրա հայրը մենակ էր աշխատում, նրա պապը մենակ էր աշխատում։ Դա ավանդույթ էր։ Բայց նրա մարմինը այլևս չէր կարողանում համընթաց քայլել հին տեմպին։ Նրա մեջքը ցավում էր, նրա ծնկները բողոքում էին, նրա ձեռքերը, թեև դեռևս ճշգրիտ էին, ավելի արագ էին հոգնում։ Այսպիսով Հակոբը համաձայնվեց։ Նա թաղամասից վարձեց 2 տղայի, երկուսն էլ գործազուրկ էին, որոնցից ոչ մեկը ատաղձագործության մեջ որևէ փորձ չուներ, եւ սկսեց նրանց սովորեցնել։ Եվ հետո անսպասելի մի բան տեղի ունեցավ։ Հակոբը, որը 3 տարի իրան անօգուտ էր զգում, աննպատակ, առանց առավոտյան արթնանալու պատճառի, հայտնաբերեց, որ դասավանդելը նույնքան լավ է, որքան գործելը, գուցե ավելի լավ, որովհետև դասավանդելիս նա պարզապես տեխնիկա չէր փոխանցում, նա պատմություն էր փոխանցում, նա փոխանցում էր այնինչ հայրն էր իրեն փոխանցել, այնինչ պապն էր հորը փոխանցել, այնինչ եկել էր սերունդներ շարունակ փայտը գիտեին, ինչպես հին ընկերոջը ճանաչելը։ Ամեն անգամ, երբ նա տղաներից մեկին ցույց էր տալիս, թե ինչպես պահել փայտանյութը, ինչպես զգալ մանրաթելը, ինչպես հարգել հանգույցը, ինչպես լսել փայտի ձայնը, երբ այն կտրվում է ճիշտ անկյան տակ, Հակոբը զգում էր, որ կատարում է ինչ-որ ավելի մեծ բան, քան պարզապես աշխատանք։ Նա պատվում էր ժառանգությունը, նա կենթանի էր պահում տոհմածառը։ Նա աշխարհին ասում էր, որ այս գիտելիքը չի մահանա իր հետ։ Արհեստանոցը կրկին կենթանացավ, թարմ թեփի հոտը կրկին լցրեց օդը, գործիքների ձայնը կրկին լցրեց լոռությունը։ Եվ Հակոբը վերադարձավ։ Ոչ թե նախկին Հակոբը, որովհետև այդ մեկը արդեն ապրել էր այն, ինչ անհրաժեշտ էր ապրելու համար, այլ նոր Հակոբ, տարբեր, ավելի ամբողջական։ 1 տարվա ընթացքում Հակոբը վաստակել էր ավելին, քան իր հյուսնի կյանքի որևէ ամբողջ տասնամյակում, ոչ թե որովհետև նա չափազանց բարձր գներ էր գանձում, այլ որովհետև Արամի բացած շուկան ճանաչում եւ գնահատում էր այն, ինչ արդյունաբերական աշխարհը գրեթե ոչնչացրել էր։ Ձեռքով կատարված աշխատանք, ժամանակի ընթացքում, հարգանքով, մարդկային ներկայությամբ ամեն մանրուքում։ Հակոբի կողմից պատրաստված սեղանը պարզապես կահույքի մի կտոր չէր, այն հայտարարություն էր։ Մակերեսի վրա յուրաքանչյուր հետք, փայտի երանգի յուրաքանչյուր տարբերակ, առանց մեխերի պատրաստված յուրաքանչյուր միացում, մեղրամոմով հկված յուրաքանչյուր մակերես ինչ-որ բան էին պատմում այն պատրաստող ձեռքերի, յուրաքանչյուր ժեստի հետևում տասնամյակների գիտելիքների, աշխատանքային այն ձևի մասին, որը ժամանակակից աշխարհը կորցնում էր ամեն օր։ Ինտերիերի դիզայնի խոշոր ամսագիրը նրա մասին լայնացավալ հոդված հրապարակեց։ Լուսանկարիչը 2 ամբողջ օր անցկացրեց արհեստանոցում, լուսանկարելով յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր գործիք, գործընթացի յուրաքանչյուր պահ։
Շապիկի լուսանկարում Հակոբի ձեռքերը բռնած ինքնաթիռ էին, ֆոնին նրա դեմքը, կենտրոնացած, լուսավորված կողքի պատուհանից ներս մտնող բնական լույսով։ Հոդվածի վերնագիրն էր «Ձեռքերը, որոնք ժամանակը չի ջնջել»։ Ազդեցությունը հսկայական էր, պատվերները եռապատկվեցին, Հակոբի անունը դարձավ հղում մի խորշում, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Նրան այդքան էլ դուր չեկավ լուսաբանումը, նա ամաչեց։ Նա Արամին ասաց, որ իրեն այդ ամենը պետք չէ, որ պարզապես ուզում է խաղաղությամբ աշխատել։ Բայց երբ Մարիամը զանգահարեց Եվրոպայից, հպարտությունից լաց լինելով, ասելով, որ ինքը ցույց է տվել նյութը իր բոլոր համասարանական գործընկերներին եւ որ բոլորը տպավորված են, Հակոբը ժպտաց իր սովորական զուսպ ձևով եւ ասաց. «Լավ է դուստր, եթե դա քեզ ուրախացնում է, ես ուրախ եմ»։ Սկսած վաստակած գումարով Հակոբը արեց այնպիսի բաներ, որոնց ընդունակ չէր լինի։ Նա վերանորոգեց ամբողջ տունը, նա վերանորոգեց ամեն ինչ, ինչ կոտրված էր։ Նա փոխարինեց լարերը, ջրամատակարարումը, տանիքը։ Նա գնեց նոր կահույք հյուրասենյակի համար, ինչը հեգնանք էր այն հյուսնի համար, ով միշտ աշխատում էր ուրիշների համար եւ երբեք իր համար։ Նա մարեց բոլոր պարտքերը, որոնք տարիներ շարունակ լուռ կուտակվել էին։ Նա գնեց նոր սարքավորումներ արհեստանոցի համար։ Եվ նա արեց մի բան, որը զարմացրեց քաղաքի բոլորին։ Նա զգալի գումար նվիրաբերեց համայնքային եկեղեցուն, մասնավորապես 5 տարի շարունակ արտահոսող տանիքը վերանորոգելու համար, որը ոչ ոք չէր կարողացել բավարար գումար հավաքել վերանորոգելու համար։ Երբ քահանան հրապարակավ շնորհակալություն հայտնեց նրան արարողության ժամանակ, Հակոբը այնքան համաչեց, որ ցանկացավ լքել նստարանը, բայց նա մնաց։ Եվ երբ քահանան խնդրեց նրան ինչ-որ բան ասել, Հակոբը դանդաղորեն վեր կացավ եւ պարզապես ասաց. «Պետք չէ շնորհակալություն հայտնել ինձ։ Եկեղեցին սերունդներ շարունակ հոգ է տարել իմ ընտանիքի մասին։ Այն հոգ է տարել իմ հոր, մոր, կնոջս եւ ինձ մասին։ Ես պարզապես մի փոքր մասն եմ վերադարձնում ստացածիցս։ Շնորհակալություն»։ 80 տարեկանում Հակոբը կերպարանափոխված մարդ էր։ Ոչ թե որովհետև փող ուներ, չնայած ավելին ուներ, քան երբևէ երազել էր, այլ որովհետև նպատակ ուներ։ Նա պատճառ ուներ առավոտյան արթնանալու։ Նրա շուրջը մարդիկ կային։ Նրա մոտ գործիքների ձայն կար։ Նրա մոտ փայտի հոտ կար։ Նա ուներ երկու աշակերտ, որոնք նրան նայում էին նույն հիացմունքով, ինչով նա տղա ժամանակ նայում էր հորը։ Նա ուներ երիտասարդ զուգընկեր, որը հավատում էր իրեն, երբ ինքն այլևս չէր հավատում։ Եվ նա ուներ այն խաղաղ վստահությունը, որ կյանքը, երբ այն Աստծո ձեռքերում է, կարող է ծաղկել ցանկացած եղանակի։ Արհեստանոցն այլևս միայնության վայր չէր, այն հանդիպման, ստեղծագործության, ուսուցման, փոխանցման, կյանքի վայր էր։ Նրա վարձած երկու տղաներն արդեն իսկ ստեղծում էին իրենց սեփական աշխատանքները նրա ղեկավարությամբ, որակով, որն ամենամիս աճում էր։ Եվ Հակոբը հայտնաբերեց, որ դասավանդումը թերևս ամենագեղեցիկ աշխատանքն էր, որ նա երբևէ արել էր։ Ավելի գեղեցիկ, քան ցանկացած սեղան, ցանկացած դարակ, ցանկացած պահարան։ Որովհետև դասավանդելով նա պարզապես չէր մարզում հյուսներին, նա ձևավորում էր մարդկանց։ Նա ցույց էր տալիս, որ կա աշխատանքի մի ձև, որը հարգում է նյութը, հարգում է ժամանակը, հարգում է հաճախորդին եւ հարգում է ինքն իրեն։ Նա ապացուցում էր, որ հինն ու նորը կարող են միասին քայլել, որ ավանդույթը նորարարության թշնամին չէ, եւ որ այն, ինչ թվում է հնացած, կարող է հենց այն լինել, ինչ աշխարհին ամենաշատն է պետք։ Ամեն առավոտ արհեստանոցը բացելուց առաջ Հակոբը կատարում էր նույն ծեսը։ Նա նստում էր պատշկամբում Սիրանուշի կողմից օգտագործվող աթոռին, նույն աթոռին, որը երբեք չէր շարժում։ Խմում էր թունդ սև սուրճ նրա կողմից օգտագործվող պղնձե ջեզվեով, նայում էր առավոտյան պարզ երկնքին եւ ցածր ձայնով ասում. «Սիրանուշ, ես գտել եմ ճանապարհը»։ Որոշ ժամանակ պահանջվեց, բայց գտա այն։ Շնորհակալություն, որ ամբողջ կյանքում հավատացի ինձ։ Եվ հետո ես կգնայի արհեստանոց, կհագնեի գոգնոցը, կվերցնեի առաջին գործիքը եւ կսկսեի աշխատել։ Նույն ձեռքերով, ինչպես միշտ, նույն ազնվությամբ, ինչպես միշտ, նույն հավատքով, ինչպես միշտ, բայց հիմա այն լուր վստահությամբ, որ երբեք ուշ չէ, երբ ունես քաջություն վեր կենալու, ձեռքերդ պատրաստ աշխատելու եւ Աստված առաջնորդի յուրաքանչյուր քայլդ։ Եթե այս պատմությունը ոգեշնչել է ձեզ, կիսվեք այն նրանց հետ, ովքեր մտածում են, որ ժամանակն արդեն անցել է։ Բաժանորդագրվեք այս ալիքին եւ մուտք գործեք նկարագրության մեջ գտնվող հղմանը այս աշխատանքը աջակցելու համար։